Բարև երկիրը իր բուռն ընթացքի մեջ է, ինչպես եւ իր ընթացքի մեջ է դեռևս կանանց միամսյակը եւ այո, մենք յուրաքանչյուր հաղորդման գոնե մեկ հյուրի, ով մեր Հայաստանի, մեր երկրի համար ունենում է այնպիսի ներդրումներ, որպեսզի մենք հպարտանանք եւ ասենք, որ այս մարդը բարձր է պահում մեր երկրի պատիվը, մենք այդպիսի հյուրեր գրեթե միշտ ունենում ենք։ Եվ այսօր մի ճգնախորհուրդ է մեզ մոտ հյուրընկալվել, այն էլ ինչ մասնագիտության տեր, Արմինե։ Շատ հետաքրքիր մասնագիտության տեր, գնդակային հրաձգության մեծահասակների ու երիտասարդների Եվրոպայի առաջնության շարժվող թիրախ նորմալ վազք մրցազևի արծաթե մեդալակիր Անահիտ Սարգսյանը։ Բարի լույս, սիրելի Անահիտ, նախ շնորհավորում ենք միամսյակի կապակցությամբ եւ արծաթե մեդալի։ Շնորհակալ եմ, ես էլ եմ ձեզ շնորհավորում։ Շնորհակալ եմ հյուրընկալության համար։ Մենք էլ ենք շնորհակալ, բայց այո, նաև հիշեցնենք, որ օրեր առաջ Երևանում Կարեն Դեմիրճյանի անվան մարզամերգային համալիրում անցկացվեց գնդակային հրաձգության մեծահասակների ու երիտասարդների Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչները 4 ոսկե, 8 արծաթե եւ 1 բրոնզե մեդալ են նվաճել։ Անահիտ Սարգսյանն էլ, ինչպես հասկացաք, արդեն արծաթե մեդալակիրն է։ Անահիտ, ես ուզում եմ մի փոքր հետ գնանք ձեր մանկություն եւ հասկանանք ինչը դրթեց քնքուշ փոքրամարմին Անահիտին սպորտի աշխարհ ուղղվել եւ այն էլ հենց այս սպորտաձև ընտրել։ Իրականում մի քանի տարի առաջ գնացել էինք հրաձգարան, որպեսզի եղբայրս ընդունվեր եւ ինձ նույնպես դուր եկավ այս սպորտաձևը, սակայն սկսեցի զբաղվել հրաձգությամբ դրանից 2 տարի անց, երբ ժամանակս թույլ տվեց, ինձ մոտ լավ էր ստացվում ու իրոք դուր էր գալիս այս սպորտաձևը ու հիմա էլ դարձել է հրաձգությունը կյանքիս մի մասը, նույնիսկ փոխել եմ մասնագիտությունս, որպեսզի կարողանամ համատեղել սպորտն ու ուսումը։ Իսկ որտեղ եք սովորում։ Այժմ սովորում եմ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտում, լրագրության բաժնում։ Հրապարակը գործընկերուհին է պաստառ։ Այսինքն զուգահեռ միաժամանակ 2 մասնագիտություն եք ուսանում։ Չէ, տեղափոխվել եմ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից, որպեսզի կարողանամ համատեղել սպորտն ու ուսումը։ Իսկ սկզբում, երբ որ առաջին անգամ ծանոթացաք, նախ մինչ այդ երբևէ զգացել եք, որ ձեզ որևիցե ձև այս սպորտաձևը կհետաքրքրի, հանդիպել եք այս սպորտաձևին, թե այդ օրը, երբ որ գնացիք, ճակատագրական դարձավ ու ինչպես եկաք վերջնական դրան, որ դա ձեզ հետաքրքրում է։ Ինչը գրավեց։ Ես ավելի երիտասարդ տարիքում չգիտեի, որ կա նման սպորտաձև, հրաձգություն, որ գնացինք շատ դուրս եկավ ու երբ սկսեցի մարզվել, հասկացա, որ շատ լավ է մոտս ստացվում ու պետք է գնամ անպայման ու պայքարեմ, այդպես։ Իսկ ինչպես եք արդեն ապագա պլաններ կազմում, շարունակելու եք, որքան ժամանակ եք նախատեսում այս սպորտաձևով շարունակել։ Որքան ժամանակը չեմ կարող ասել, բայց անպայման շարունակելու եմ ու ունեմ մեծ նպատակներ եւ փորձելու եմ հասնել դրանց։ Անահիտ, իսկ ինչպիսի բնավորության կամային հատկանիշներ պետք է ունենա այս սպորտաձևը յուրացնող մարդը, այո, ինձ համար ես մտածում եմ այս բանը, որ առաջինը երևի սուր աչքն է, այո։ Դա նույնպես պետք է, բայց ամենակարևորը կարծում եմ հանգստությունն է եւ դիմացկողականությունը, պետք է չհանձնվես արդյունքի հասնելու համար, Ես էմոցիաներին, այո, պայքարես մինչև վերջ, ամենակարևորը նաև հոգեբանական կայունությունն է, այսպես քար հանգստության եւ լռության մեջ Թերևս լանա, մենք ոչինչ չենք կորցրել, մենք չենք կարող ըստիս գնալ եւ զբաղվել այս մասնագիտությամբ, մենք բռնկում ենք փոքր-ինչ։ Անահիտ, կխնդրեմ նաեւ առաջնությունից մի փոքր պատմես, ովքեր էին մասնակիցները, ինչպես տրվեց երկրորդ տեղը։ Ես մրցում մենք երիտասարդների մեջ կային հայեր եւ ուկրաինացիներ, կիսաեզրափակչում ես մրցում էի ուկրաինացի մարզիկի հետ եւ շատ լարված պայքար էր,
ամբողջ ուժս ներդրեցի եւ հաղթեցի նրան, անցնելով եզրափակիչ արդեն մրցում էի հայ մարզիկի հետ, սակայն չհաջողվեց նրան արդեն հաղթել, որովհետեւ կարծում եմ ամբողջ ուժս ներ էի դրել կիսաեզրափակիչ ու այդ մի քիչ ինձ խանգարեց։ Կարևորը նայել էր հայրը։ Հա, բայց սա նույնպես սա փորձ էր ու կարծում եմ կօգնի ինձ մյուս մրցաշարերում ավելի լավ ներկայանալ։ Իսկ ունեք օրինակներ ձեզ համար այս սպորտաձևում, ում տարիների ընթացքում արդեն հասցրել եք ծանոթանալ եւ հասկանալ, որ այդ նրա անցածողին շատ հետաքրքիր է եւ կարելի է ոչ թե կրկնել, այլ փորձել նրան նման անցնել։ Մեր մարզաձևում Գոհար Հարությունյանը եւ Լիլիթ Մկրտչյանը նրանք նույնպես շատ լավ մարզիկներ են ու նայելով իրենց ես պատկերացնում եմ ինչպես պետք է լինի իրական մարզիկը պայքարող, չհանձնվող երբեք եւ իրենց նպատակին հասնող նրանք ինձ ոգեշնչում են։ Անահիտ, իսկ հրաձիկ լինելը, մարզիկ լինելը, հա, այս սպորտաձևում որևէ կերպ օգնում է նաև առօրյա կյանքում։ Հետաքրքիր։ Ով նեղացնում է Անահիտին։ Պարսատիկով հարված է ստանում։ Իրականում հրաձգությունը սովորեցնում է լինել ավելի հանգիստ, հավասարակշիռ, այո։ Հրաձգության շնորհիվ ես սովորել եմ պայքարել, չհանձնվել աշխատանքի կեսից եւ նաեւ ինքնավստահություն եմ ձեռք բերել, որը շատ կարեւոր է։ Եվ անհետքում թողում Անահիտից, այո, գալիս է հանգստություն, բայց այո, նա այդ հանգստության տակ թաքցնում է այդ ուժը, կենտրոնացվածությունը եւ որ կարող է թիրախին մեկ վայրկյանում ոչինչ հասնել, ինչու ոչ։ Հետաքրքիր է նաև Անահիտ, ինչ այլ հետաքրքրություններ ունեք, նախասիրություններ։ Սիրում եմ նկարել, նաև երաժշտություն լսել, նկարչությամբ եմ զբաղվել փոքր հասակում, մոտ 9 տարի զբաղվել եմ նկարչությամբ, նաև շատ եմ սիրում ֆիլմեր դիտել ու շրջագայել։ Հանգիստ, երջանկաբեր, նախասիրություններ, մասնագիտություններ, իսկ ապագան տեսնում եք սպորտի մեջ։ Այո, սպորտը դարձել է իմ կյանքի մի մասը ու դեռ չեմ պատկերացնում առանց հրաձգության ինչպես կարող է լինել ապագայում։ Շատ հետաքրքիր մասնագիտություն, հետաքրքիր աղջիկ, իր հանգստությամբ մեր եթերը պարուրեց։ Այո։ Եվ շատերը ես վստահ եմ նայելով ասելու են այդ հանգիստ էության մեջ, որքան ուժեղ ոգի կա, որովհետև յուրաքանչյուր սպորտ ուժեղ ոգի է պարտադրում ու ձեզնից դա զգացվում է։ Մենք քեզ հաջողություն ենք մաղթում հետագա բոլոր մրցաշարերում, շնորհավորելով նաև մեր առաջին հորիզոնականի աղջիկան, բայց հատկապես ձեզ, որ ինչպես նշեցիք, շարունակելու եք եւ դեռ վերջին մեդալը չէ, որ լինելու է այստեղ մեր սեղանին դրված։ Այո։ Մեդալի մասին խոսեցինք, խնդրում եմ ցույց տաք, բոլորը տեսնեն, ոգևորվեն, հատկապես այն դեռահասները, պատանիները, ովքեր ձեզ նայելուց հետո գուցե որոշեն, որ պետք է հենց այս սպորտաձևում իրենց փորձեն։ Այո, շատ հետաքրքիր սպորտաձև է։ Իսկ ինչ է պատկերված, եթե պատկերված են Հայաստանի սուրաճք չունեմ, Հայաստանի այսպես տեսարժան վայրերը, նաև տեսախցիկը կփիքսի, Հետաքրքիր է, որ ինձ թվում է մեդալը հատկապես աղջկա կնոջ համար լավագույն աքսեսուարն է, հատկապես նմանատիպ մեդալները։ Եվ մի շնորհավոր։ Այո։ Չկրկնվող մի օրինակից։ Շնորհավորում ենք կրկին Անահիտ ջան, թող իսկապես շարունակական լինեն, ոսկի լինեն, գնալով ավելի թանկարժեք մետաղներից լինեն այս մեդալները Եվ Հայաստանից դուրս լինեն։ Այո, մենք էլ առիթ ունենանք ձեզ հյուրընկալելու, շնորհավորելու եւ հպարտանալու։ Շնորհակալ եմ շատ։ Անահիտ Սարգսյան, սիրելի հեռուստադիտողներ, գնդակային հրաձգության մեծահասակների ու երիտասարդների Եվրոպայի առաջնության շարժվող թիրախ նորմալ վազքի մրցաձևի արծաթե մեդալակիր։ Հիշենք, որ ոսկե մեդալակիրները նույնպես հայեր են, մենք նրանց բոլորին շնորհավորում ենք եւ իհարկե հպարտանում։ Դե բարև երկիրը շարունակվում է, մնացեք մեզ հետ։